Նոյեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը մարդաշատ էր, լի երախտագիտության խոր զգացումով։ Տեղի ունեցավ հայրենասեր բարերար Ալբերտ Սուքեսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հիշատակ համերգ երեկոն։ Ներկային պետական այրեր, քաղաքական և մշակույթի գործիչներ, Սուքեսյանների ընտանիքին մոտ կանգնած հարազատ մարդիկ։ Հայրենիքը պետք է սիրել, պետք է պաշտել և պետք է տեր կանգնել։ Հայրենասեր բարերարը այս ոգով է ապրել և դաստիարակել իր զավակներին, որոնք առ այսօր հավատարիմ են հոր պատգամներին ու նրա թողած արժեքներին։ Հայրենասիրության ուրույն դրսևորումն էր նաև Խաչատուր Սուքեսյանի նախաձեռնությունը՝ պատվիրել «Դեպի լույս» պոեմ կանտատը որպես յուրահատուկ նվեր հայրենիքին, սերնդեսերունդ փոխանցվող մնայուն մի նոր մշակութային արժեք։ Այստեղ խոսքը հիշատակի մասին է, խոսքը նրա մասին է, որ պետք է հիշես, հա, հայրիկիդ 90-ամյակը, բայց միևնույն ժամանակ մենք Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ գործունեություն ծավալող ընտանիք ենք։ Մտածեցինք, որ պետք է անպայման այնպես անենք, որպեսզի մի ոչ նյութական արժեք թողնենք, մի հիմնական ինչ-որ մի գործ անենք, որը որ մեզանից հետո նույնպես կհիշեն։ Կենսագրական այս ստեղծագործության երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր, դիրիժոր Անդրանիկ Բերբերյանը, խոսքերի հեղինակը բանաստեղծ Նուշիկ Միքայելյանը։ Մեծ հպարտությամբ պիտի ասեմ, որ պարոն Սուքեսյանի որոշմամբ նվիրվում է ոչ միայն իր հոր հիշատակին, այլև մեր երկրին, մեր պետությանը, որը անկախության կարծեմ վերջին տարիներին հազվադեպ երևույթ է, երբ անհատ գործարարը ձեռքը մեկնում է մշակույթի մարդկանց և միասին կարողանում են այսպիսի իսկապես լուրջ, իսկապես մնայուն արժեք ստեղծել։ Ինձ ոգեշնչել է երազող մարդու տեսակը, որը պատրաստ է մեծ քայլերի և այդ մեծ քայլերը ես փորձել եմ երաժշտությամբ էպիկ ժանրի որոշակի դրսևորմամբ ցուցադրել, որպեսզի մենք այդ ծանրակշիռ քայլերը նվագախմբային և երգչախմբային հնչողությամբ կարողանանք վայելել։ Հավերժ ձգտման, հույսի, պայքարի և մաքարման մասին «Դեպի լույս» պոեմ կանտատի աննախադեպ պրեմիերան տեղի ունեցավ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոքչյանի գլխավորած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և համաշխարհային հռչակ վայելող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի անզուգական կատարմամբ։ Սուքեսյան եղբայրները բարձր գնահատելով իրենց հոր նշանակալի ավանդը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, այսօր էլ փորձում են շարունակել նրա հայանպաստ գործը։